Սիրելի բարեկամներ, բարի գալուստ լրագրող քաղաքական վերլուծաբան Արման Գալոյանի YouTube-յան ալիք։ Դուք ունկնդրում եք «Իդեպ» փոդքասթը։ Այսօր նրանում է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության հիմնադիր գեներալ Շարլ դը Գոլի հայտնի ելույթի 85-ամյակը։ Ելույթ, որը համաշխարհային մակարդակով տեղի ունեցած մի կարևոր իրադարձություն էր։ 85 տարի առաջ 1940 թվականի հունիսի 18-ին BBC ռադիոկայանի եթերում գեներալ դը Գոլը հանդես եկավ ուղերձով, որն էլ դարձավ դիմադրության շարժման սկիզբ։ Երբ Ֆրանսիան դաժան պարտություն էր կրել, Փարիզը գրավված էր, իսկ մարշալ Պետենը խաղաղություն էր խնդրում Հիտլերից, 49-ամյա գեներալը Լոնդոնից դիմեց իր հայրենակիցներին։ Արդյոք վերջին խոսքն արդեն ասված է։ Արդյոք հույսը պետք է մարի։ Արդյոք պարտությունն անդառնալի է։ Ոչ, հավատացեք ինձ, Ֆրանսիայի համար դեռ ոչինչ կորած չէ։ Նա ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով. Ինչ էլ պատահի, ֆրանսիական դիմադրության ճրագը չպետք է մարվի և չի մարի։ Այս ուղերձը համարվում է ֆրանսիական դիմադրության շարժման սկիզբը և ժամանակակից Ֆրանսիայի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը։ 4 տարի անց դը Գոլն արդեն Ֆրանսիայի ղեկավարն էր, նախարարների խորհրդի նախագահ։ Թեև պաշտոնավարեց կարճ 1.5 տարի, այդ շրջանն ընդգծվում է որպես Ֆրանսիայի փրկության ժամանակ։ 12 տարի անց, երբ Ֆրանսիան կրկին ճգնաժամի մեջ էր Ալժիրի պատերազմի և պետական համակարգի քայքայման պատճառով, դը Գոլը վերադարձավ իշխանության, դառնալով 5-րդ հանրապետության հիմնադիրը։ Նա հայտարարեց. Արդեն 12 տարի է, ինչ Ֆրանսիան փորձում է լուծել խնդիրներ, որոնք կուսակցական ռեժիմի ուժերից վեր են, և գնում է դեպի կործանում։ Մի անգամ ծանր պահին երկիրը վստահեց ինձ, հույս ունենալով փրկություն։ Այսօր, երբ երկիրը նոր մարտահրավերների առաջ է կանգնած, թող իմանա, ես պատրաստ եմ ստանձնել հանրապետության բոլոր լիազորությունները։ Իդեպ, Հայաստանը նույնպես ունի իր դը Գոլը, երրորդ հանրապետության հիմնադիրը։ Ճիշտ է, նո ոչ թե գեներալ, այլ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական գործիչ։ Խոսքը Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է։ Նա գործնեության մասին շատ չենք խոսալու, թեև արժի հիշեցնել նրա գլխավորությամբ Հայաստանի անկախության հռչակումը, երրորդ հանրապետության հիմնադրումը, պետականության կայացումը, պատերազմում հաղթելը անասելի բարդ մարտահրավերների դեպքում։ Բայց կենտրոնանանք միայն վերջին տարիների երկու դրվագի վրա, որոնք նպատակ ունեին պարտությունից հետո ոտքին կանգնեցնել երկիրը։ Առաջին փորձը 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախաշեմին էր։ 2020 թվականի պարտությունից հետո Տեր-Պետրոսյանը առնվազն 2 անգամ հանդես եկավ նախաձեռնությամբ։ Առաջինը նախկին նախագահներին ուղղված առաջարկն էր կազմել միասնական դաշինք, որի պայմանն էր, որ հաղթանակից հետո իրենցից ոչ ոք չի վերադառնում իշխանության, չի զբաղեցնում որևէ պաշտոն։ Բայց Ռոբերտ Քոչարյանը համոզված էր, թե ինքն է հաղթելու, իսկ Սերժ Սարգսյանը արդեն խոսք էր տվել մեկ այլ դաշինք կազմելու մասին։ Արդյունքում նախաձեռնությունը ձախողվեց և պատերազմում պարտված վարչախումբը պահպանեց իշխանությունը։ Երկրորդ փորձը 2022 թվականի սեպտեմբերին էր։ Տեր-Պետրոսյանը ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ հանդիպեց Հայաստանի և Արցախի նախագահներին առաջարկելով երկրում ծայրահեղ զգայուն իրավիճակում, ծառացած խնդիրների և անհրաժեշտ ցավելի որոշումների համատեքստում գնալ իշխանության և ընդդիմության միջև կառուցական երկխոսության։ Բայց կրկին և իշխանությունը և տիդղոսային ընդդիմությունը մերժեցին։ Նախաձեռնությունն այս անգամ ևս չկայացավ։ Հետևանքները տեսնում ենք այսօր։ Եվ դեռ երկար ենք տառապելու այս մարդավանջում։ Փրկության շանս իհարկե դեռ կա։ Պատահական չէ, որ առաջին նախագահի գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչները խոսում են մի առաջնորդության մասին, որը վստահություն է ներշնչում, հանդես է գալիս մտածողություն պարունակող քաղաքական ուղերձով, ոչ թե հայդատականության, ռևանշիզմի կամ քաղաքական ռոմանտիզմի դիրքերից, այլ իրատեսության և ռեալ քաղաքականության գաղափարով։ Եթե հետևենք այդ առաջարկին, շատ լավ, եթե ոչ, ապա հերթական աղետից հետո ստիպված կլինենք կրկին արձանագրել. Առաջին նախագահը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ Այսօր այսքանը։
Կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, հավանել տեսանյութը։ Բարին ընձեզ։